գրելը ավելի անկեղծ է, քան նկարվելը, ոնց էլ լինի դու օբյեկտիվի առաջ շփոթվում ես եւ դրանք բոլորը խանգարում են, իսկ թղթի առաջ դու ես, դու եւ սպիտակ թուղթը եւ քո Աստված եւ քո խիղճը։ Այդ ժամանակ սկսում ես աշխատել։ Այս է տարբերությունը։ Ոնց որ մարդը, չէ, որպեսզի մարդը միշտ իր սիրած աղջկա հետ ցանկանում է առանձին մնալ, առանձին սենյակում, առանձին տեղ, այդպես էլ գրականությունն է, լավ գրականությունը։ Օրինակ ասենք կենդանիների աշխարհում մեղուն մութ հեռու մի տեղ մեղրը հունցում է, այսպես էլ գրականությունն է, հեռու մի տեղ առանձին հունցվում է գրականությունը տարբեր զգացողություններից, տարբեր մտքերից։ Հրանտ Մաթևոսյանի հետ մի ձմեռ, այն ցուրտ մութ տարիներն էր, մնացինք այստեղ, քանի որ շենքում մարդ չկար, մեր երկուսից բացի սուրճի բաժակները ձեռներս ման էինք գալիս այդ միջանցքում, որ միջանցքը նայեք, ոնց որ գնացքի միջանց կլինի։ Այնքան այդ ժամանակ պարզ է զգում քո անձավորությունը։ Այդ միջանցքում քայլում ենք մինչև լույս։ Հիմա մենք Հրանտի հետ գիտենք, թե որ հարկում անցագորգերը քանի ոտք են, քանի մետր են, ժամերով զրուցում ենք։ Իհարկե կարոտ կա Հրանտի նկատմամբ, կարոտ, որը անդարձ է։ Մշակույթի մեջ ինձ հանդիպած մեծագույն մարդկանցից էր Հրանտ Մաթևոսյանը, Տիգրան Մանսուրյանը, ժամանակակից եվրոպական լավագույն կոմպոզիտորներից մեկն է։ Սա է Տիգրանի գնահատականը։ Իրականում իր չափանիշը դա է։ Արվեստը այդ ժամանակ արդեն շնչում, երբ որ դեպի տիեզերք ես բարձրանում եւ ասենք այդքանով չես սահմանափակում, ինչ դեմը թռված է, այդպես չի։ Մինչև Գագարինի տիեզերք թռնելը, արդեն դա այն տիեզերքը չի, որով մարդկությունը հազարամյակներով երազանքներ են տեղավորում։ Սա արդեն ուրիշ իրականություն, ուրիշ տիեզերք է, չէ՞։ Մինչև Գագարինի բարձրանալը Կոմիտասը մեր տունը սարքել էր այնտեղ երաժշտության։ Հազարան բլբուլ, Թումանյանը, որ ուզում է գրել, ինչ էր ուզում գրել։ Տիեզերաշինություններ, չէ՞, եթե հեքիաթի իր կառուցելը, որ չկարողացավ։ Գիտես, չէ՞, իհարկե գիտես։ Երազանքն էր իրեն։ Հազարան բլբուլ հեքիաթը գրի առնել իր շարժողանակության մեջ, ոչ թե սառեցված հեքիաթի պրև, այլ այդ չգիտեմ ինչ էր ուզածը, բայց դա մի բան էր, որ երազեց ու չեղավ։ Ստերեոտին Հազարան բլբուլը Թումանյանի համար ծառայել այս հայկական տիեզերաշինության մոդելը ստեղծելու ուղղությամբ հնարավոր է որ դա է։ Հրաշալի բացատրեցիր, բայց ինձ թվում է հայկական տիեզերաշինության մոդելը հենց մեր էպոսի մեջ։ Հնարավոր է, շատ հնարավոր է։ Շատ հնարավոր է։ Գեղեցիկ, արված, հրաշալի կերպարներով։ Ինքը ի վերջո միֆոլոգիական գիտակցության ծնունդա չէ, նաև ասում Դավիթը, միֆոլոգիա է, չէ։ Միֆոլոգիական գիտակցությունն է։ Բոլորը տես ինչքան մարդ է գնում այդ Հազարան բլբուլի հետևից, չէ, գնում է բերելու։ Ինչքան արվեստագետ է գնում, որ Հազարան բլբուլը բերի, բայց այնտեղից այդ 7 սարի հետևից ընդամենը կարող է մեկը հետ գա։ Ճանապարհի մեկին գելն է ուտում, մեկին 7 գլխանի բերն է տանում, չէ։ Մեկին գնդակը, մեկին նետաղեղը, բայց մի հոգի գոնե վերադառնում է եւ ասում է 7 սարից հետո ինչ կար այնտեղ եւ հետո այդ դրան լսելով մեկ ուրիշն է այո գուցե էլ զոհվի բայց էլի մի լուր գալիս է մի զրնգոց գալիս է սա է ինձ թվում է Հազարան բլբուլի եւ հեքիաթը կա հա եւ հեքիաթը կա էլի դրա շնորհիվ հենց այդ ինձ թվում է հենց սա է Հազարան բլբուլի այդ գեղեցիկ իմաստ հրաշալի ինչքան էլ որ հրաշալի է գեղեցիկ է արվեստագետի համար ինչքան միաժամանակ վտանգավոր հիմա այստեղ նորից մի հարց առաջանում ասենք լավ հավատացյալի մասն է խոսքը լավ հավատացյալը ինքը գիտի որ երբեք ինքը չի կարա Աստված դառնա ինքը ճիշտ է լավ հավատացյալը երբեք Աստված չի կարող Աստված դառնալ այդպես էլ
լավ արվեստագետ է, ինքը գիտի, որ ինչքան էլ ինքը լավ արվեստագետ լինի, երբեք ինքը արվեստին չի կարող գերազանցել։ Վայ, լավ ես ասում։ Չէ՞։ Շատ լավ բան ես ասում, շատ լավ։ Եվ դա Մոցարտը գիտեր, եւ դա Բեթհովենը գիտեր, Շեքսպիրը գիտեր, որ անգերազանցելի է տարածքը։ Դրա համար արվեստագետ ամենագեղեցիկից, ամենափայլունից պահանջում է խոնարհություն։ Հենց արվեստի դեմ, որովհետև անգերազանցելի է։ Ֆոլկները 4 անուններ է տալիս, չէ՞։ Եվ ամենավերջում Հեմինգուեյը։ Որտեղ ասում է Հեմինգուեյը ապահով գրականություններ գրում եւ պարտվելու ուղղությամբ իրեն ապահովել էր։ Միշտ վախենում էր։ Չէր պարտվելու ինքը։ Բայց բանը մեծ հաշվով պարտության գնալն է։ Տես ինչ սիրուն վերադարձանք էլ այդ խոսակցություն, այո։ Բանը պարտության գնալն է, ինքը գիտեր, որ իր լավագույն արտահայտությունը գրականության մեջ այն ռիսկն է, որ չի վախենալու պարտությունից։ Իրականության առաջ դու պարտվես։ Երբ որ դու խոնար ես, երբ որ դու գիտես, որ քո նավը, որ օվկիանոսի կենտրոնում խորտակվա, դու լողալով ափ չես հասնելու, դու արդեն ինքդ ապահով չես, արդեն դու խոնարհությունը դրա մեջ է, երբ որ սա գիտակցում ես։ Խոնարհություն, մեծ բան է խոնարհությունը, իհարկե, մեծ բան է։ Դրա առաջ խոնարհվելը, այո։ Ես կարծեմ Աստվածաշնչում մեծագույն մեղքերից մեկը հաշվում է գոռոզությունը։ Մեկը ինձ հարց է տալիս։ Համեստ եք։ Ես ասում եմ, ինչպես կարող եմ ես համեստ լինել, եթե զբաղվում եմ մի գործով, որով զբաղվել է Բեթհովենը։ Հենց միաժամանակ հենց համեստությունը դա է։ Բայց մյուս կողմից ասեմ, ինչպես կարող եմ ես լինել անհամեստ, երբ զբաղվում եմ մի գործով, որով զբաղվել է Բեթհովենը։ Միաժամանակ։ Ճիշտ է։ Ժամանակ կար, որ երբ որ նստած բանը վեպի վրա էի աշխատում, այդ վաղ հələ դեռ ջայել էի, հələ դեռ պատերազմներն էր, բաներ, ներսում, հենց ուժ կար ներսում, այսպես որ նստած էի Ծաղկաձորում, պատուհանից դուրս լեռներ էին երևում, այնենց հավատ կար մեջս, այդ լեռներին որ ասեի, չէ, եկեք մոտս, բոլորը վազելով գալիս էին, բոլորը, այդպես էր, հələ դու տես թե ինչ անհամեստություն, չէ, միաժամանակ, նաև էդ է, չէ, արտահայտում, իսկ եթե միաժամանակ, եթե այդ հավատը չլներ, դու երբեք չես կարա գրես, են գնաց դեպի են մեծը ինչին ու ձգտում ես։ Այդ նույն վիճակը ես ապրում եմ, երբ որ գործը լավ ստացվում, պատուհանից նայում եմ դուրս, ասում, ստեղից ընդեղ երկու քայլ է, ինչ բացություն, ինչ բան, 5-րդ հարկում եմ ապրում, հեչ բացություններ չի, երկու քայլից ներքևում կլնեմ, մի անգամից, որովհետև ներսս ուրիշ է, էլի, էս նույնն է։ Լավ է, բան հետաքրքիր է, որ տարբեր կերպ այո, նույն բանալն է։